Ձմռանը սառույց, գարնանը ջրափոսեր ու ցեղ, ամռանը փոշի։ Հայաստանի երկրորդ քաղաքում այս բնութագրումներն անշուշտ տանի եւ ավստրիական թաղամասերի մասին են։ Ջրեղեղ ու չես կարողանում սենց գնալ մինչև ստեղը ջուր է։ Բնակիչներն այժմ այս ձմռան օրերին տանից դուրս են գալիս հուսալով, որ գոնե շքամուտքում մայթին կամ փողոցն անցնելիս չեն ընկնի, չեն վնասվի։ Սիպած մեքենային կանչում, որ գնանք այն կողմը, գանք այս կողմ։ Вообще չես կնա դուրս ելնի։ Թաղամասում կան փողոցներ, որոնք բառացիորեն դժվար անցանելի են թե հետնյոթների, թե մեքենաների համար։ Եղիշե Չարենց փողոցից մինչև ավստրիական թաղամաս տանող հատվածներում տեղակայված են դպրոցներում անկապարտեզներ, սակայն ամենօրյա ճանապարհը հաճախ վերածվում է ֆիզիկական հմտությունների զարգացման առիթի։ Սարսափելի վիճակ է աղջիկ ջան։ Դպրոց, մանկապարտեզ, մի քիչ վերև նորից դպրոց, հələ հիմա ցեխու ջուր է։ Վաղը միսօր չեղավ ցեխնու ջուրը փոշին կելնի, կխեղդվենք, նույնիսկ չենք տեսնի, աչքերներից դեմը չի երևա։ Մի երեխեքին բերեմ դպրոցից հարիտուն կաստինգ կոշիկները սաղ ջուր կերնի։ Բնակիչները պատմում են, որ ճանապարհների բարեկարգման խոստումներ լսում են արդեն տասնամյակներ շարունակ, սակայն իրական փոփոխություն չեն տեսնում, ուստի ընտրությունից ընտրություն ցուցաբերվող հոգատարությունն արդեն սին ու դատարկ են համարում։ Այս 50 տարի խոսք են տալիս։ Վերեցին ջրի խողովակները հասկացրեցին, ասին հետևից պետք է ասֆալտելով գանք։ Այս 3 տարի արդեն ոչ մի բան չի անում։ Մենակ դատարկ խոսակցություն, սուտ խափել մարդկանց, փողոցների վիճակը տենում եք ինչա։ Այս փողոց եղավ 30 տարի չեն սարքի։ Ուսպես է մանագը, կամ ակրենգը նորից դե, ջուր լեցվիգը, հույսե չկա։ Ինչ կսարկեն, դո թող չքանդեն, թող չսարկեն աղջիկ ջան։ Սիգին եղավ, սիկ շնորհք է։ Կուկան նա ընկեշտան, քսեն լավ կեղնի, սա այդիա կուզեն որ պիսեն հասվարտ պեղրի փասուա։ Մյուսները հավելում են, որ հալոցքների ժամանակ փողոցները վերածվում են ջրով ու ցեղով լցված տարածքների, ոչ արևկող հատվածներն էլ համեմատում են Սառույցյալ օվկիանոսի հետ։ Դե մեր վերևը բարձած է 33 շենքի մոտ, ես այնտեղ եմ բնակվում, այնտեղ ավելի պետար է։ Ոնց որ հյուսիսային Սառույցյալ օվկիանոսներն են։ Չի հալի միջև մարտ ամիսը։ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի վարկային միջոցներով իրականացվելիք ծրագրի ձգձգման համար Գյումրու ներկայիս իշխանությունը անգործության մեջ է մեղադրում նախորդ իշխանություններին։ Այսպիսով Անի թաղամասի շուրջ 37 փողոցների եւ ավստրիական թաղամասի ճանապարհների ասֆալտապատման ծրագիրը տարիներ շարունակ չի մեկնարկում։ Մինչ բնակիչները փողոցների առվակները թռնելով են անցնում, Գյումրու համայնքապետարանը իր Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջ Facebook-յան էջում 40 փողոցների հիմնանորոգման նախագիծը չավարտած, այսպես ասած, առուն չթռած հոբ է անում։ Ասֆալտապատման աշխատանքների ավարտի ժամկետ է նշում 2028 թվականի ավարտը, հետո հորդորում բնակիչներին ըմբռնումով մոտենալ։ Մեզ հանդիպած քաղաքացիների շրջանում այդ հորդորին հետևողներ կան։ Համբերատար սպասում ենք։ Աշխատանքների մեկնարկային ժամկետ նախանշվում է այս տարվա 3-րդ եռամսյակում, այսինքն լավագույն դեպքում աշնանը։ Ուստի Գյումրու ամենախոշոր թաղամասերից մեկում պատրաստ են այս անգամ ամռան խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում լսել Գյումրու Անի եւ ավստրիական թաղամասերի փողոցների ասֆալտապատման մասին։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ Աննա Հակոբյանի հետ Աբու Դաբիում մասնակցել է Զայեդ մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Զայեդ մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդել Սալամը, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ եւ Բելգիայի նախկին վարչապետ Շարլ Միշելը, Սուրբ Աթոռի մշակույթի եւ կրթության դեպարտամենտի պրոֆեկտ նորին սրբազանություն կարդինալ Ժոզե Տոլենտինո դե Մենդոսան եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Միջոցառմանը հայկական պատվիրակության կազմում ներկա են գտնվել նաեւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել է կարճատև
ֆիլմ, որը ներկայացնում էր Հայաստանում եւ Ադրբեջանում խաղաղության հաստատման կարեւորությունը։ Այնուհետեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրավիրվել են բեմ։ Երկու երկրների առաջնորդներին կարդինալ Ժոզե Տոլենտինո դե Մենդոսան եւ Զայեդ մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամը հանձնել են Զայեդ մարդկային եղբայրության 2026 մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. Այն ինչ կատարվում է հիմա այստեղ անհավատալի է։ Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդները միավորվել են կիսելու մարդկային եղբայրության Զայեդ պատվավոր մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագրի։ Վերջին գրեթե 40 տարիների ընթացքում երբեք չէիք տեսնի խաղաղություն, Հայաստան, Ադրբեջան բառերը միասին։ Եվ նույնիսկ եթե այս բառերը միասին օգտագործվեին, դա ըստեյության կնշանակեր ինչ-որ անհավանական բան։ Ահա թե ինչու այն, ինչ տեղի է ունեցել 2025 թվականին եւ տեղի է ունենում հիմա, անհավանական է։ Սակայն այս արարողությունը միայն խաղաղության համաձայնագիրը տոնելու մասին չէ։ Այն նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այն փաստի հաստատումն է, որ հակամարտության էջը փակ է։ Հակառակ դեպքում անիմաստ կլիներ Ադրբեջանի նախագահի կամ ինձ համար գալ այստեղ եւ արժանանալ այս պատվին։ Սա նաեւ միջազգային հանրության աջակցության դրսեւորում է։ Քանի որ որոշումը կայացվել է դատավորների կոմիտեի կողմից, որի կազմում ընդգրկված են աշխարհի տարբեր ծայրերից բարձր հարգանքի արժանացած անդամներ, եւ ես կցանկանայի երախտագիտությունս ու գնահատանքս հայտնել դատավորների կոմիտեին։ Հարգելի ընկերներ, ձեր որոշումն անկասկած ամրապնդում է խաղաղությունը մեր տարածաշրջանում, ինչի համար շնորհակալ ենք ձեզ։ Այս մրցանակը հիմնադրվել է Նորին կերազանցություն Ալ-Ազհարի գերագույն իմամի եւ Նորին սրբություն Հռոմի պապի համատեղ ջանքերով։ Այս փաստը խորհրդանշում է մահմեդական եւ քրիստոնեական աշխարհների աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությանը։ Տիկնայք եւ պարոնայք, անհավատալի բաները տեղի են ունենում, երբ կա հավատ, նվիրվածություն, տեսլական եւ իմաստություն։ Կարծում եմ խաղաղության համաձայնագիրը կնքվեց, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը հասկացան, որ հակամարտությունը պետք է դադարեցվի հիմա, հակառակ պարագայում այն երբեք չի դադարեցվի, բերելով նորանոր տառապանքներ երկու երկրներին եւ ժողովուրդներին։ Սակայն չնայած մարդկային եղբայրության Զայեդ մրցանակը պաշտոնապես հանձնվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին, այն հիրավի մեր ժողովուրդների ձեռքբերումն է։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները համարձակ քայլեր են ձեռնարկել, բայց մեր ժողովուրդների նոր ապագա ընտրելու պատրաստակամությունն է, որ իսկապես հնարավոր է դարձնում պատմական այս պահը։ Հետևաբար այս մրցանակը նույնքան կարևոր է յուրաքանչյուր հայի եւ ադրբեջանցու համար, ովքեր համարձակություն են ունեցել ապավինել խաղաղությանը։ Եվ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր երկու ժողովուրդներին այն ընկալման համար, որ անցյալը փոփոխման ենթակա չէ եւ այն մեր հնարավորություններից դուրս է։ Հետևաբար մենք չպետք է կենտրոնանանք այն բանի վրա, ինչը մենք չենք կարող փոխել։ Մենք պետք է կենտրոնանանք մեր ազգերի համար խաղաղ եւ բարգավաճ ապագա կերտելու վրա։ Սա հեշտ ճանապարհ չէ, որովհետև կա մեծ անվստահություն, հոռետեսություն, զայրույթ եւ նույնիսկ ատելություն։ Հակամարտության ընթացքում շատերը մահացել են եւ շատ զգացող ընտանիքներ այժմ հետևում են այստեղ տեղի ունեցողին։ Նրանցից ոմանք հնարավոր է այս իրադարձությունը համարեն անտեղի, բայց տառապանքների շարունակությունը ոչ թեթևացում է, ոչ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր տառապել են։ Սպանությունների շարունակությունը ոչ թեթևացում է, ոչ էլ հարգանքի նշան նրանց համար, ովքեր սպանվել են եւ նրանց հարազատների համար։ Խաղաղությունը բոլորի համար միակ մխիթարությունն է։ Խաղաղությունը զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքն է։
Ազգային ժողովի աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի խթանելով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը ծրագրի շրջանակում պարբերաբար անցկացվում են աշխատանքային քննարկումներ։ Հերթական աշխատաժողովում քննարկվեց Ֆորսեթի ծրագրի 2026 թվականի գործողությունների համատեղ ծրագիրը։ Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեց ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը։ Նա նշեց, որ նման քննարկումները հնարավորություն են ընձեռնում ազգային ժողովի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացնելու խորհրդարանի բարեփոխումների ռազմավարության ու հաղորդակցման պլանի նախագծերը, որոնք մշակվել են միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի խորհրդարանական զարգացման ծրագրի շրջանակում։ Աշխատանքային քննարկման ընթացքում ներկայացվեց ազգային ժողովի վերաբերյալ անցկացված տարեկան հանրային կարծիքի վերլուծության արդյունքները եւ ինդեքսը, ինստիտուցիոնալ կարողությունների գնահատականը եւ ինդեքսը, ինչպես նաեւ տվյալների հավաքագրման մեթոդաբանությունը։ Շատ կարևորում ենք ստորաբաժանման ղեկավարների ոչ միայն հայեցակարգային մոտեցումները, այլ նաև դետալացված յուրաքանչյուր քայլի իմպլեմենտացիայի շրջանակներում ուղղվող միջոցառումների վերաբերյալ իրենց կարծիքը, որովհետև վերջին արդյունքում այդ ռազմավարությունը ոչ թե հայեցակարգ է, որը հանձնված է փաստաթղթին եւ չի իմպլեմենտացվելու, այլ փաստաթուղթ է, որը որ գետնի վրա պետք է իրացվի աշխատակազմի կողմից։ 26 թվականի պլանավորումն ենք այսօր անում։ Պլանավորումը հիմնված է այն ռազմավարության վրա, որը որ մշակել եւ հաստատել են 2025 թվականին։ 2025 թվականին հաստատված ռազմավարության հիման վրա նաեւ առաջնահերթություններն ենք նախանշել եւ այսօր մեր քննարկմանը արդեն այդ առաջնահերթությունների ուղղությամբ մեր անելիքներն ենք նախանշում, թե ինչ պետք է անենք։ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի խթանելով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը ծրագիրը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության եւ Կանադայի կառավարության ու Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից։ Բաքվի զինվորական դատարանում ավարտվել է Ղարաբաղի ռազմական եւ քաղաքական գործիչների նկատմամբ շինծու գործերի քննությունը։ Դատարանը Արայիկ Հարությունյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին եւ Դավիթ Բաբայանին դատապարտել է ՑՄԱ ազատազրկման։ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը տարիքով պայմանավորված դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները կտևեն տարիներ, իսկ նման հնարավորության դեպքում Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջև, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով Եվրամիությունը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքական միության եւ դա պետք է հաշվի առնվի։ Նա նշել է, որ Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի, որ միավորման մեջ լինել։ Օվերչուկը հավելել է, որ Հայաստանի ընտրությունը կազդի ոչ միայն տնտեսական հարաբերությունների, այլև մնացած ամեն ինչի վրա։ Ռուսաստանի փոխվարչապետի խոսքով Հայաստանը հասկանում է ԵԱՏՄ-ի հետ իր կապերի կարևորությունը, սակայն միևնույն ժամանակ Հայաստանում մեծ թվով մարդիկ ցանկանում են ավելի սերտ կապեր հաստատել Եվրամիության հետ։ Նրանք հանդիպում են զրուցում, ստորագրում փաստաթղթեր։ Սա առաջին հերթին վերաբերում է վիզային ռեժիմի ազատականացմանը եւ Եվրամիության ստանդարտների ներդրմանը, ասել է ՌԴ փոխվարչապետը։ Նա շեշտել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է ստանդարտներին եւ տեխնիկական կանոնակարգերին վերաբերող հարցերին, քանի որ դա կարևոր է ԵԱՏՄ ընդհանուր շուկայի պահպանման համար։ Հայաստանի կողմից ներկայում ընտրվող ստանդարտներն ըստ Օվերչուկի չեն հակասում ԵԱՏՄ-ում առկա ստանդարտներին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատերազմում պարտվելու դեպքում երկիրը կկորցնի անկախությունը։ Միևնույն ժամանակ նա վստահ է, որ նման բան տեղի չի ունենա։ Ֆրանս 2 հեռուստաալիքի հետ հարցազրույցում Զելենսկին նաև դիվանագիտական լուծման հույս է հայտնել, նշելով, որ Ուկրաինայում խաղաղություն կհաստատվի 1 տարուց էլ պակաս ժամանակահատվածում։ Զելենսկին նաև հայտարարել է, որ ինքը մշտապես գտնվում է Ռուսաստանի կողմից սպառնալիքի տակ եւ իր դեմ բազմիցս մահափորձեր են կատարվել։ Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանի դեմ պատերազմում ուկրաինացի 55,000 զինծառայող է զոհվել։ Բացի այդ, մեծ թվով մարդիկ անհետ կորած են։ Զուգահեռ Աբու Դաբիում անցկացվում է ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը։ Փետրվարի 4-ի քննարկումները տևել են 5 ժամ։ Հիմնական հանդիպումից հետո աշխատանքը շարունակվել է առանձին խմբերի ձևաչափով։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցությունները որակել է արդյունավետ։ Շփումները կշարունակվեն նաև փետրվարի 5-ին։
2026 թվականի փետրվարի 5-ին լրանում է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջև ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի ժամկետը։ Այս փաստաթուղթը կարգավորում էր աշխարհի երկու խոշորագույն միջուկային զինանոցների քանակը եւ միջազգային կայունություն ապահովող հիմնական համաձայնագրերից մեկն էր։ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը պայմանագիրը ստորագրել էին 2010 թվականին։ 2021 թվականին այն երկարաձգվել էր եւս 5 տարով մինչեւ 2026 թվականը։ Ըստ փաստաթղթի ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կարող էին ունենալ միջուկային զենք կրելու ունակ 800 միավոր համակարգ, սակայն դրանցից միայն 700-ը կարող էին տեղակայվել եւ պատրաստ լինել օգտագործման, իսկ միջուկային մարտագլխիկների թիվը սահմանափակվում էր 1550-ով։ Ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի ժամկետի լրանալուն անդրադարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Նրա խոսքով սա ծանր պահ է միջազգային խաղաղության եւ անվտանգության համար։ Գուտերեշը Մոսկվային եւ Վաշինգտոնին կոչ է արել անհապաղ բանակցել միջուկային զենքի վերահսկման նոր պայմանագրի շուրջ։ 2025 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր ԱՄՆ-ին կամավոր հիմունքներով եւս 1 տարի պահպանել պայմանագրով նախատեսված սահմանափակումները։ Ամերիկյան կողմն առայժմ չի պատասխանել այս առաջարկին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ փետրվարի 6-ի առավոտյան Մասկատում տեղի կունենան ԱՄՆ-ի հետ բանակցություններ։ Արաղչին շնորհակալություն է հայտնել Օմանին հանդիպումը հյուրընկալելու համար։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, թե հանդիպման ձևաչափի հարցում անհամաձայնությունների պատճառով բանակցությունները չեն կայանա։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով, որպիսի բանակցություններն արդյունավետ լինեն, դրանք միջուկային հարցերից բացի պետք է ներառեն նաև Իրանի բալիստիկ հրթիռներին, Մերձավոր Արևելքում զինված խմբավորումներին Թեհրանի աջակցություն եւ սեփական ժողովրդի նկատմամբ վերաբերմունքին առնչվող հարցեր։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ պատրաստ է քննարկել միայն իր միջուկային ծրագիրը, իսկ բալիստիկ հրթիռների ծրագրի ներառումը բանակցություններում համարում է կարմիր գիծ։ Ակնկալվում է, որ իրանական կողմից բանակցություններին կմասնակցի արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան կողմից ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ Դոնալդ Թրամփի փեսայև խորհրդական Ջարեդ Քուշները։ Նոր ծննդակարգը դուր է գալիս ծղուկցի փոքրիկներին։ Միջ նրանք տաք սենյակում խաղում ու սնվում են, ծնողները, հատկապես մայրերը, հանգիստ աշխատանքի են գնում, այլևս չմտածելով, թե ով պիտի պահի երեխային։ Իմ մաման աշխատում է դպրոցում ուսուցչի։ Երբ որ մանկապարտեզ չկար, ես տատիկի մոտ էի մնում։ Մամաս ուղղակի փող ասկատում։ Էն մամաս գլում է։ Համակարգիչով։ Իմ անունը Նարեկ է։ Իսկ քո մայրիկն աշխատում է։ Որտեղ է աշխատում մայրիկը։ Փոստը։ Մեկ դաստիարակ, 2 օգնական եւ խոհարար։ Մանկապարտեզի բացման օրվանից գյուղում եւս 4 կին աշխատանք ունի։ Էմա Խլղաթյանը Երևանի պետական համալսարանում լեզվաբանի որակավորում է ստացել, բայց փոքրիկների հետ աշխատելու համար մասնակցել է մի շարք դասընթացների։ Սիրել մասնագիտությունն ու որոշել նորից ուսանող դառնալ։ Այս անգամ տարրական մանկավարժություն բաժնում։ Շատ լավ հնարավորություններ է մանկապարտեզը մեր գյուղի համար, քանի որ երեխաները այստեղից կողքի գյուղ գնում էին ու շատ ժամանակ ճանապարհը դժվար էր, մանավանդ այս պայմաններում։ Հիմա շատ ուրախ ենք, որ բարձվել է մանկապարտեզ, ծնողները շատ ուրախ են, կարողանում են աշխատել, գիտեն, որ իրենց երեխաները այստեղ ապահով են, նորմալ սնվում են, նորմալ քնում են, նորմալ սովորում են, շատ մեծ հնարավորություններ մեր երեխաների համար։ Բնակավայրի վարչական ղեկավարը հիշում է այս գյուղում անցկացրած մանկությունը։ Այն ժամանակ մանկապարտեզը երազանք էր, երեխաները շատ, խաղերը քիչ ու վտանգավոր։ Ասում է հատկապես փոքրիկ Դավիթը, որ խմբում ամենաաշխուժն է, իր մանկությունն է հիշեցնում։ Ես որ տարիքին եմ խաղանում հիմնականում դրսերում, ցեխերի մեջ, սենց ասեմ, գարնաշրջանում ամբողջությամբ ցեխ էր լինում։ Հիմնականը որ ասում եք այդ աթար այդ կորնակի վրան ենք մենք խաղում փոքր ժամանակ։ Անուշավան Հայրապետյանն ընդգծում է այս նախաձեռնության սոցիալական կողմը։ Որոշ երեխաների համար մանկապարտեզն այն վայրն է, որտեղ առողջ ծնվելու, ջեռուցման պայմաններում ծղուկի ցուրտ օրերն անցկացնելու հնարավորությունը եզակի է։ Կան բազմազավակ ընտանիքներ, որտեղ ծնողի համար այդ ամեն ինչը, ասենք, ունենք Ղարաբաղից տեղափոխված ընտանիքներ, ոչ 6-7 երեխաներ ունեն ու այդ ծնողի համար հաստատ հեշտ չի ու ճիշտ է իր ամուսինն աշխատում է, ինքն էլ մենակ չի հասցնում ու նախասումնական հաստատության բացվելու պես իրանք հենց բոլորի կողմից էլ մենք շնորհակալանքներ ենք ստացել, որ նման
ուսումնական հաստատություն է բացվել բնակավայրում։ Չնայած ամբողջական ենթակառուցվածքներին, այս տիպի հաստատությունները կոչվում են խմբասենյակներ, որոնք գործում են համայնքի 20 բնակավայրում, ֆինանսավորվում համայնքային բյուջեից։ Դրանք կառավարում են Սիսիան քաղաքի մանկապարտեզների տնօրենները։ Խմբասենյակներ են բացել այն բնակարանը, որ վերջի անգամ երևի աշխատել են 80-ականներին, էլի։ Դա Գորհեկ բնակավայրն է, դա Լեռնաշեն բնակավայրն է, դա Սալվարդ բնակավայրն է եւ Ծաղուկ բնակավայրն է։ Ջանք չենք խնայել, այդ արել ենք։ Անահիտ Քալանթարյանը FCN կազմակերպության, մենք եթե պայմանավորենք ձեր բերել, երբ որ ես ուզենամ մանկապարտեզ բացեմ, ինքը պետք է գույքը տա։ Ես ասում եմ խմբասենյակ ունեմ, ինքը ամբողջ գույքը, գազօջախ, ինչ կա, այս բաներ աթոռ, սեղան, ինչ կա, ինքը տալիս է։ Ծղուկի նախադպրոցական ուսումնական հաստատության խմբասենյակում տեղադրված մահճակալները շուտով կավելանան։ Այս պահին հաճախող 8 փոքրիկներին միանալու է եւս 4-ը։ Տիգրան Հույբադալյան, Մհեր Մանուչարյան, Սյունիք լուրեր։ Բջջային կապի բաժանորդներն այլևս չեն կարող վճարումներ կատարել վճարումներ ընդունող վճարահաշվարկային որոշ կազմակերպությունների, մասնավորապես Telcel, Idram, EasyPay եւ FastShift վճարային համակարգերով, վճարային տերմինալներով, on-line դրամապանակներով եւ մասնաճյուղերում։ Վանաձորում հարցված բաժանորդների մի մասը փոփոխությունների մասին տեղեկացված չէր։ Մյուսները խնդրին բախվել են հենց առաջին օրը։ Եկեք որ տերմինալներով բջջային կապի վճարումներ չեք կարողանալու անել։ Չէ։ Չի, պետք է։ Տեղյակ ենք ու շատ դժգոհ ենք։ Այո, տեղյակ եմ։ Տեղյակ ենք։ Եվ ինչ կարծիք ունեք այս նոր Նորմալ։ Տեղյակ եմ, օգտվել եմ։ Երևալ եմ օգտվել երեք, չկա։ Լավ չի էլի։ Ավել դենսել, կանցե գնանք փոշտում հեր կանգնենք, ընդեղ մուծենք։ Փոշտը ամպեք դիսկավորի։ Եվ ինչ է կարծիք եք այդ փոփոխությունների վերաբերյալ։ Ոչ մի կարծիք։ Ազիզ տեղյակ եմ, այսօր մտել եմ Բիլայնի գրասենյակը, տեղից եմ լիցքավորել, բայց սա շատ վատ է։ Գիշերը ուզում եմ զանգեմ, աղջկանս, տղուս կա, ոնց զանգեմ, այ բալա ջան, հեռախոսից մեջին փող չկար։ Երկու օր շաբաթ կիրակի էր, չէի կարում լիցքավորեմ, ու մեր պետք է զանգեի, չէի կարում զանգեմ ու սենց, այսօր նոր գնացել եմ լիցքավորել։ Հա, տեղյակ եմ, գրասենյակում ենք մուծումները կատարում։ Այո, տեղյակ եմ, ես ամսական փաթեթներ եմ ակտիվացնում, դեռ չեմ օգտվել։ Անկեղծ ասած չգիտեմ, ինչ գնահատական տալ չեմ ուզում, բայց տեսնենք էլի։ Իրական լավ կներ, որ ավելի հեշտացնեն գործընթացը, բայց գուցե սա օգնի որակը ավելի բարելավել կապի, չգիտեմ։ Մի քիչ անհարմար կլինի, բայց Երբեմն հենց տերմինալներից օգտվելն արդենից դժվարություն է լինում, ասում են։ Հիմա էլ պետք է հերթերի մեջ սպասեն կամ դիմեն ուրիշների օգնությանը։ Ոչ, իսկ տերմինալներից օգտվում եք։ Եվ բանկով։ Ես դժվար եմ օգտվում։ Այդ հեշտեր իհարկե գնանք տերմինալները վճարենք, բայց մի այդ գնանք արդեն հերթեր բտեղնի այնտեղ չգիտեմ վիճակը ոնց կլինի։ Քիչ դժվարություններ ունենք, մի դժվարություն էլ է ստեղծվում էլ։ Ես այդպես եմ գտնում։ Հուսանք որ վերջը լավը լինի։ Քարտով կամ գրասենյակից նայած։ Կամ էլ ասում եմ լիցքավորում ենք։ Չէ, չգիտեի, աղջիկ սալա իմ հեռախոսը լիցքավորը մեր չեմ աղանտել գործերով։ Դե հեռախոսից չենք հրաժարվելու, բայց դե մի բան կմտածենք։ Հա, տեղյակ եմ։ Օգտվել եք դրանից հետո այդ Չէ, դեռ իմ ամսի 11-ին 12-ին այդ դիմա վրա չեմ օգտվել։ Մի հատ ստանդարտ բան լինի, ասենք մարդիկ օգտվեն այդքան բան։ Ուրիշ պետություն ասենք հիմքը տնի ինձ, որ ասենք հիմնական լինի այդքան բան։ Թե չէ ասենք այդպես օրեկան մի հատ օրենք հանելով, փոխելով ազգը մի քիչ լավ բանի չի ասում։ Բջջային կապի օպերատորները բաժանորդներին հորդորում են վճարումներն անել իրենց սպասարկման կենտրոններում, բջջային օպերատորի հավելվածների միջոցով, բանկերի մասնաճյուղերում, բանկային հավելվածների միջոցով եւ հայփոստի փոստային բաժանմունքներում։
Պետական եկամուտների կոմիտեն հավատարիմ մնալով պետության եւ հանրային շահերի պաշտպանության իր առաքելությանը շարունակում է հետևողական եւ անզիջում պայքար մղել Հայաստանի Հանրապետության պետական սահմանով թմրամիջոցների ապօրինի տեղափոխման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակում օրերս Հայաստանի Հանրապետության ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն տվյալներ են ստացվել, որ Հայաստանը ժամաներ Նիդերլանդների թագավորության քաղաքացի ՌԴ-ն, ով հնարավոր է մաքսանենգ եղանակով իր հետ ներմուծել է թմրամիջոցներ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քաղաքացին նույն օրը Վիեննա-Երևան չվերթով ժամանել է Հայաստան ու հանգրվանել Երևան քաղաքի հյուրանոցներից մեկում։ Որոնողական աշխատանքների արդյունքում քաղաքացին հայտնաբերվել եւ հրավիրվել է մաքսային հսկողության գոտի, ուր ռենտգեն սկանավորման միջոցով ենթարկվել է անձնական մաքսային զննման։ Արդյունքում նրա որովայնի շրջանում նկատվել են կասկածելի օտար մարմիններ։ ՌԴ-ն տեղափոխվել է Արմենիա Հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ քաղաքացու մարմինից դուրս են բերվել կոկային տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճ։ Թմրամիջոցների մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նա ձերբակալվել է։ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ազգային անվտանգության ծառայության, տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ իրականացրել են օպերատիվ հետախուզական լայնածավալ միջոցառումներ։ Պարզվել է թմրամիջոցների Հայաստանի Հանրապետության ներկրումը եւ հանրապետության տարածքում դրանց հետագա իրացում կազմակերպած հնարավոր անձանց ինքնությունը։ Վերահսկելի մատակարարում եւ գնում օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակում Երևանի հասցեներից մեկում թմրամիջոցների մաքսանենգություն եւ իրացում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել եւ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել եւս երկու քաղաքացի։ Ձերբակալված ՌԴ-ն, ԱՊ-ն եւ ՍՄ-ն ներկայացվել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 393-րդ եւ 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քաղաքացիները ձերբակալվել են։ Նրանց բնակության վայրերում իրականացվել են խուզարկություններ։ Հունվարի 31-ի գիշերը ժամը 1:15-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Ոստան գյուղի Շիրազի փողոցի տներից մեկի մոտ կայանված իր Kia Magnish-ի մեքենան։ Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ Ուրցաձոր գյուղի բնակչի մեքենան գողացել են, օգտվելով շարժիչը գործարկված եւ դռները բաց լինելու հանգամանքից։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեքենան գողացել է Դիմիտրով գյուղի բնակիչ 34-ամյա երիտասարդը։ Նա հայտնաբերվել եւ գողացված մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածով կաթուցիչ, ներարկիչներ եւ ծալովի դանակ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։